Ողջույն սիրելի ունկնդիրներ, դուք լսում եք առաջնագծում հաղորդաշարը, որի նպատակն է ներկայացնել Բելգիայի հայկական համայնքում տեղի ունեցող կարևոր միջոցառումները, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր իրենց գործունեությամբ եւ իրենց ձեռնարկումներով ավելի լեցուն եւ հետաքրքիր են դարձնում մեր համայնքի կյանքը։ Այսօր ես հյուրընկալում եմ Մասիս Ֆիլմզի տնօրեն, պրոդյուսեր Էդիսոն Խաչատրյանին, որը մեզ կներկայացնի մի ամանորյա գեղեցիկ ֆիլմի մասին, որը պատմում է, շատ շուտով կտեսնեք նաև բելգիական էկրաններին։ Բարև Էդիսոն։ Բարի Իրգուն։ Նախ շնորհակալություն հրավերքը ընդունելու համար։ Մի երկու բառով կներկայացնես ինչ ֆիլմ է, ինչի մասին է պատմում եւ ինչպես է ծնվել այդ ֆիլմը ստեղծելու գաղափարը։ Կինոյի անունը A Winter Song է, թարգմանած ինչ-որ կեղնի ձմեռային երգ, ու կինոն ինչ-որ հայկական սփյուռքի համար է սարքած, ավելի շատ քան Հայաստանի հայերի համար, ու կինոյի սյուժեն է, որ աղջիկը Ամերիկա ծնվե մեծից է, բայց հայկական ռուց ունի, ու երգչուհի է, որոշեք է հետ Հայաստան էր տալ, որ ինչ-որ motivation ստանա իր career-ի մեջը ու տասա influence-ներ ունենա։ Կինոն ինչը ստեղծվավ, կինոյի ռեժիսորը Անջելա Ասադրյանն է։ Անջելա Ասադրյանն է կիսահայ, կիսաամերիկացի կինո դիրեկտոր է LA-ից։ Ես իր հետ ծանոթացա 21 թվին ու 22 թվին իր documentary կինոն Արցախի մասին էլի Բելգիա բերեց ցույց տվել։ Մի անգամ ցույց տվեցինք Գենտ, մի անգամ է Բրուսել հայտունը։ Կարծեմ դուք էլ եք եկել։ Ու հետո տեսնակ կապի մեջ միշտ մնացինք ու ինքը միշտ խոսար հա կուզեմ ինչ-որ ուրախ հայկական կինո սարքեմ, որտեվ շատ դժգոհ բաներ ենք որպես ազգ տեսե, ու կուզեմ ուրախ կինո սարքեմ հայ ազգի համար, ու ինչ է ավելի ուրախ քան Christmas կոմեդիա, ու տեսնա իրար հետ աշխատանք ու այս կինոն ստեղծեցինք։ Մենակ մենք չէ, ուրիշ մարդիկ կային, բայց փոքր։ Էդիսոն, այս ֆիլմի ընթացքում, ֆիլմի նկարահանման ընթացքում, ստեղծման եւ այլն, ամենադժվար պահը որն էր եւ որն էր նաեւ ամենաերջանիկ պահը քո համար։ Դժվար պահ աչքիս գումարները իրար գլուխ հավաքել որ կինոն սարքենք, ասենք որտեվ հայկական կինո է անգլերեն խոսած, ինչ որ traditional jump-ով չես կրնայеш 10 որ գումարները գտնիս որ կինոն սարքես, բդի քիչմ creative եղնի, սդի գեր դժվար պահը, ու սաղից ուրախ մասը կինոյի երոշ կնացանք կինոն ծախել Ամերիկա, Amazon-ի կամպանիայում անունը Wonder Project։ Wonder Project-ն է փորձեք ավելի շատ ուրախ ու կինոներ որ քրիստոնեական message ունին, փորձենք այդպես կինոներ դնել այդ իրանց պլատֆորմի վրա, ու իրանց կնացանք այս կինոն ծախել, մնացեմ գդիկ սաղից ուրախ մասներ, մինչև թեմի։ Էդիսոն, այս ֆիլմը ինչպիսի ուղերձ է փորձում փոխանցել հանդիսատեսին, հատկապես այս ամանորյա եռուզեռի ընթացքում։ Մնացեմ գա առաջինը չմոռանալ ուրդեղից որ կուկաս, երկրորդը կողքիններից սիրե, բարեկամներիդ ու միշտ օգնե, երրորդն է կուզենք ինչ-որ ցույց տանք չհայերին, որ կինոն նայենք, ինչը լավ երկիր է Հայաստանը ու ինչքան culture ու հիստորիա կա այդ երկիրը։ Շատ լավ, կարծում եմ շատ լավ ուղերձ է։ Իսկ դերասանական կազմը ինչպես է ընտրվել։ Արդյոք բոլորը հայեր են։ Սաղ դերասանները հայեր են, կրնասես 20%-ը հայեր են Հայաստանից, 80%-ն է Ամերիկայի հայերն են, ումպես նա է երբ որ կինոն տեսակ կերևա որ պետք էր Ամերիկայի հայեր խաղային այդ դերերը, որտեվ պես նա գրած է եղեք կինոն,
Բայց սա հայեր են, սա հայ պրոդյուսերներ, սա հայ ռեժիսոր, հայ գրող, հայ դերասաններ, որ լրիվ հայ կոմանդա է։ Իսոն ֆիլմի ցուցադրման օրեր են նշանակվել Անտվերպենում, Բրյուսելում, Կորտրեյկում եւ Գենտում։ Ինչ են հատկապես հենց այս քաղաքները ընտրվել եւ արդյոք լայն ցուցադրություն նախատեսվում է Բելգիայում բոլոր կինոթատրոններում։ Մենք այս 4 քաղաքները ընտրեցինք, Կորտրեյկը, որև ես Կորտրեյկից եմ, մտիկ հեշտ է, ու Գենտ, Անտվերպենն ու Բրյուսելը, որև հայությունը շատ է այդ քաղաքներին, ու տեղից հարցը կուկար դեպի ինձի հակրնակ այս կինոն բերեք կինոթեատրը ցույց տակ, ու դուրամար։ Մտածեցինք ըմբես սենտրալնի տեղերը, սենք մեղլնի հայերն է կնանանգ Անտվերպեն էշտան, Բրյուսելի կողքի քաղաքի հայերը կնան Բրյուսել էշտան, բայց նա այդ քաղաքները ընտրեցինք, ու երկրորդ հարցը էր ուր կուզենք ցույց տանք կինոն։ Մյուս քաղաքներում Բելգիայի լայն ցուցադրում նախատեսվում է եւ բացի բնականաբար Բելգիայից արդյոք այլ եվրոպական երկրներում եւս նախատեսվում են ցուցադրություններ։ Հա, Բելգիայում լը նայենք որ միադմել Լեմբերգ ցույց տանք կինոն։ Ըլը կինոթեատրը չենք որոշել ուտեղ, բայց կզգամ որ Լեմբերգի հայերն է, կզգան որ քիչ հերու է իրանցից, ու Բելգիայից դուրս է ամսու 14-ին դեկտեմբերի Ամստերդամի ցույց տանք կինոն, հետո դեկտեմբերի վերջը Փարիզ ու Լոնդոն։ Էդիսոն, իսկ ինչ նոր նախագծեր կամ ծրագրեր ունեք, որ կցանկանայիք փոքր-ինչ բացել փակագծերը։ Լավ հարց, այս պահին այս կինոյով ենք զբաղված, որտեվ սենք կինոթեատրից հետո պիտի ըմբեսենենք որ տելևիզոր ալիքներին կնանանք ծախենք, ըմբեսենենք որ մարդիկ տունը կնանան վարձեն ու նայեն կինոն, դորից հետո քանի մատ ուրիշ հայկական պրոջեկտներ կան որ ռեժիսորները, պրոդյուսերները դիմել են որ իրար հետ աշխատենք, բայց դիք նոր տարվանից հետո անալիզ կենենք որոշենք որի վրա աշխատենք, որի վրա չէ։ Շնորհակալություն Էդիսոն իմ հրավերքը ընդունելու եւ հարցազրույցը մասնակցելու համար։ Երևի որպես ավարտ փորձենք կարող ես ասել որ քաղաքներում որ օրերն են լինելու ցուցադրությունները եւ ինչպես կարող է հանդիսատեսը նրանք ովքեր ուզում են դիտել ֆիլմը գնել տոմսերը։ 4 տեղ ցույց կտանք այս պահին, առաջինը դեկտեմբերի 4-ին է Անտվերպեն, Lumière Cinema, ամսու 8-ին կուկանք Բրյուսել, Aventure կինոթեատրը, հետո ամսու 9-ին Կորտրիկ կուկանք, Buda կինոթեատրը, հետո ամսու 16-ին Գենտ կեշտանք Sphinx կինոթեատրը, ուդեղ տոմսերը կրնակ արնիկ, Massis Filmsի Instagram էջի վրա Linktree լինկում կա, այդտեղ սաղ իրար տակ գրած են ուդեղ որ ցույց կտանք, պիտի սովորական սխմեք այդտեղ կրնակ տոմսը արնիկ, կամ է պիտի ուղի ռեշտակ կինոթեատրի վեբսայթը դից արնիկ, կամ սովորական կակ, երբ որ կինոն ցույց կտան, այդ օրը կա կինոթեատրը կրնակ տեղից տոմսը արնիկ։ Շատ լավ, շնորհակալություն Էդիսոն, քեզ մաղթում եմ մեծ հաջողություններ եւ շատ լավ ցուցադրություններ։ Այսքանով ավարտում ենք մեր հերթական հաղորդումը։ Մնացեք Բելգիահայի հետ եւ վայելեք հայկական երաժշտությունը հենց այստեղ Բելգիայում։ Եվ հիշեք, մեր լավագույն պահերը նրանք են, որոնք մենք կարողանում ենք կիսել միմյանց հետ։ Կհանդիպենք։